Որտեվ ես ոչ թե ուզում եմ նայեմ, թե ինչ արձագանք եք դուք տալիս, ես ուզում եմ, որպեսի մենք բոլորս էլ ոչ թե ընդամենը արարողությունը եղբայրը կայնում ասում է փառք տանք, մենք էլ փառք ենք տալիս, այլ մենք հասկանում ենք, որ այն Աստծուն ենք փառք տալիս, որ մենք ոչ մի արժանիքներ չունեինք, ժողովուրդ ջան, ընդհակառակը ամենավատ մարդն էինք, մեղավոր էինք, ոչինչ էինք, ու Աստված մեր համար այդ մեծ զոհողությունը, զոհաբերությունը արեց, Աստծու որդուն ուղարկեց, որպեսի մեզ փրկի։ Դա իրոք շատ լուրջ բան է, եղբայրներ քույրեր ջան, որ մենք հասկանալով դա տեսնենք, Էդիկ եղբայրը, որ պատմում էր այդ գառին, որ գետից հանել է, մի անգամ եղել է ասել եմ, հիշում եմ, հիշեցի նորից, ուրեմն իմ միջնեկ եղբայրը, մենք փոքր էինք, գյուղ էր գնացել, կովից վախեցել էր, դե այն ժամանակ ավետանի գիտությունը չկար, խոսք չկար, ես իմ ով էր ասել, բա պտի մատաղ անեք, որ այդ վախը անցնի, դե հերս գնացել էր, մի հատ գառ էր բերել, ու չեմ հիշում ով էր այդ գառը մորթողը, ուրեմն մեր հին տունը տենց սեփական հայաթ էր, այդ ով որ պետքա մորթեր, տենց ոտքերը կապել էր այդ գառի, սենց պարկացրել էր գետնին, որ պետք է արդեն վիզը կտրեր, այդ ժամանակ այս գառը շուռ եկավ իրա մորթողին նայեց ու նորից գլուխը դրեց, ժողովուրդ ջան, ես երեխա էի, բայց իմ մտքով չէր անցնում, որ էդի պետք է իմ մեջ տպավորվի, անցնեն տարիներ, ու մի օր էլ այդ բանը, այդ վկայությունը անեմ, այս մարդը սենց նայեց, ասեց, այ ախպեր, ես հիմա այս գառին ոնց մորթեմ, հետաքրքիր է, դա Քրիստոսի խորհուրդն էր, ժողովուրդ ջան, երբ որ մենք Եսայի մարգարության 53-րդ գլուխը կարդում ենք, այնտեղ շատ հետաքրքիր ձևով ներկայացնում է Եսայի մարգարեն, դեռ Հիսուսը չեկած, ինքը ներկայացնում է այդ ամեն ինչը, ես ուզում եմ կարդալ 53 գլխից, ամբողջը չեմ կարդա, ասում է, ով հավատաց մեր տված լուրին, Տիրոջ բազուկը որուն հայտնվեցավ, քանզի անիկա անոր առջև մատաղատունքի պես և ծարավոտ երկրի ելնող արմատի պես բուսավ, անիկա կերպարան կամ վայելչություն չուներ, որպեսի անոր նայեինք, ոչալ այնպեսի երևույթ, որպեսի անկեախորժեինք, անիկա մարդոսմե անարգվեցավ ու երեսե ձգվեցավ, վիշտերուտեր ու ցավերու տեղյակ եղավ, անկե երես դարձնելու մարդու պես եղավ, անարգվեցավ ու զանիկա չհարգեցինք։ Իրավցնե անիկա մեր ցավերը վերցուց ու մեր վիշտերը իր վրա առավ, մենք զանիկա վիրավորված, աստուծմե զարնված ու չարիքի հանդիպած սեպեցինք, բայց անիկա մեր մեղքերուն համար վիրավորվեցավ, և մեր անօրենություններու համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը անոր վրա եղավ, և անոր վերքերով մենք բժշկվեցինք, ամենքս ոչխարներու պես մոլորեցանք, ամեն մեկս իր ճամփան դարձավ, Տերը մեր ամենուն անօրենությունը անոր վրա դրավ, անիկա անիրավություն կրեց ու չարչարվեցավ, բայց իր բերանը չբացավ, մորթվելու տարվող ոչխարի պես իր խուզողներուն առջև, մունջ կեցող մաքիի պես, այնպես իր բերանը չբացավ։ Հետաքրքիր է, չէ, Աստված ժողովուրդ ջան, իրա որդուն ինչպիսին է ներկայացնում։ Եվ հիմա, որ մենք հավաքվում ենք ամեն կիրակի, չէ, ամեն պաշտամունքի եւ լսում ենք նրա խոսքը, Աստված մի նպատակ ունի, որ մենք ճանաչենք որդուն։ Ճանաչենք որդուն եւ նրանից սովորենք, եղբայրներ քույրեր ջան։ Աշխարհը մեզ շատ բաներ է սովորացրել։ Ամեն մեկ ինչ որ աշխարհի մեջ իր դիրքն է ունեցել, իր հեղինակությունն է ունեցել, իր անունն է ունեցել, չէ, բայց հիմա Աստված մեզ կանչել է,
որպեսզի այդ ամեն ինչը մենք թողնենք, ժողովուրդ ջան, եւ նայենք որդուն ու սովորենք նրանից, թե որդին ինչպիսին էր, ճանաչենք նրան ու նմանվենք Հիսուս Քրիստոսին, ժողովուրդ ջան։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Կարծես թե դժվար բան է, բայց եթե դու քո սրտով քո համաձայնությունը տաս, որ դու համաձայն ես լինել որդու նման, ինքը անպայման կօգնի քեզ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, ժողովուրդ ջան, կանգնենք աղոթքի